Ողջունում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, մոտավոր 3 շաբաթ եթեր դուրս չէի եկել, որի համար սուբյեկտիվ պատճառներ կան։ Այդ մասին հանգամանալից կխոսեմ մոտակա ժամանակներում։ Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ համառոտ ներկայացնել մոտակա 1 շաբաթվա աստղաբանական կանխատեսումները։ Ինչպես գիտենք, այսօր սեպտեմբերի 8-ն է, արդեն օրը վերջանում է, բավականին դարված օր, սոցիալական կայքերում համախոհների, գաղափարակիցների հետ, այո, ոմանց մոտ հոսանքազրկում է, ոմանց մոտ համակարգիչները չէին աշխատում, քանի որ լուսինը ջրհոսի կենդանակերպում, Սատուրն, Ուրան այդ քառակուսի դիրքավորումը կրկին ակտիվացրել էր։ Այո, այդ ամենը կարող է լինել նաև ֆինանսական հողի հենքի վրա։ Խնդիրներ գաղափարակիցների, համախոհների, ընկերների հետ, որոնք պահանջում էին իրենց ֆինանսները կամ ուղղակի սուղ ֆինանսական միջոցներ, որոնք առնչվում էին ջրհոս, առյուծ, ցուլ եւ կարիճ կենդանակերպերի հետ։ Սիրելի հայրենակիցներ, հաջորդ վաղը արդեն լուսինը գտնվելու է ձկների կենդանակերպում, այստեղ եթե տեսնում եք դուք, ահա, ձկների կենդանակերպում լուսին Վեներա օպոզիցիան է գործում, այո, եթե դիտարկենք, այո, առավոտյան ժամին լուսին Վեներա օպոզիցիան, հույզերը, զգացմունքները բավականին լարված կլինեն եւ նաեւ դրա միանում է արդեն Մարսը երկորյակի կենդանակերպից, խոսակցություններ, խնդիրներ, տարաձայնություններ սիրելիի, ծնողների, նաեւ զգույշ եղեք ոչ թափ վիճակում գտնվող վարորդներից, մարդկանցից, որոնք կոնֆլիկտներ կհրահրեն, որոնց հետագայում նրանց հետ կոնֆլիկտներից խուսափելը ուղղակի բավականին բարդ կլինի։ Սիրելիի հետ էլ կարող եք ձեր հարցերը պարզաբանել մի փոքր ավելի ուշ, քանի որ ահա տեսնում եք օրը բավականին լարված է։ Հաջորդ օրը ամենակարևոր օրերից մեկն է, դա ամսի 12 կարևոր տիեզերական ցիկլեր կան այստեղ, ահա, ինչպես տեսնում եք, արդեն այդ բարդ կոնֆիգուրացիային նաև միանում է Արեգակը, լիալուսին տեղի կունենա, այո, լիալուսինը դա առավոտյան ժամերին կարող է լինել եւ բացի այդ լիալուսնից նաև կապի շփման մոլորակը Մերկուրին կշարքի կենդանակերպում շուտով ամսի 10-ին, ահա մի քանի ժամ հետո այն նահանջող ընթացքով կընթանա, իսկ ինչպես գիտեք, Մերկուրին խոսակցություններն են, շփումներն են, կշարքի կենդանակերպը բանակցություններն են, գործընկերներն են, զուգընկերներն են, այո, նաև դատական պրոցեսներն են, վերադարձ կլինի նախկին թեմաների, նախկին գործընկերների հետ կապված հարցերին, ձեր կյանք կարող են կրկին վերադառնալ ձեր զուգընկերները, այո, անխուսափելի ոչինչ չկա եւ նրանց հետ խոսակցությունները, բանակցությունները անպայման պետք է ընթացքի մեջ լինեն։ Ինչպես գիտեք, Մերկուրին եթե կանգ է առնում, հնարավոր է կորեն փաստաթղթերը, հնարավոր է կորեն բանալիները, եթե ուղարկեք էլեկտրոնային նամակներ, այո, կարող են այդ նամակները տեղ չհասնել, գործընկերների հետ վաղուց կուտակված այդ խնդիրների լուծումները ուղղակի կարող է այս մոտակա 22-23 օրվա մեջ լուծում ստանալ կամ ավելի խորանալ։ Մերկուրին նահանջող է լինել սեպտեմբերի 10-ից մինչ հոկտեմբերի 2-ը, այո, մոտավորապես 9 աստիճան կշեռքից այն կսկսի նահանջել։ Եվ ինչ է տալիս գործընկերներ, զուգընկերներ, որոնց հետ, այո, խնդիրներ կարող են լինել։ Հաջորդ օրը կրկին կարևոր օր է եւ լարվածություն կա այդ օրը, լուսինը խոյի կենդանակերպում, խոյի կենդանակերպը դա ահա գլուխն է, եթե օրգաններից ենք վերցնում, խոյը ինչպես գիտեք իմպուլսիվ նշան է, լարված հարաբերությունների հենց ամենակարևոր կիզակետը կլինի դա ամսի 11 սեպտեմբերի, Մերկուրին ամսի 10-ից կնահանջի եւ 11-ին կսկսեն լարումները, պարզաբանումները, մարդիկ իրար չեն հասկանա, կշերքները հնարավոր է չզիջեն, այո, խոյերը հնարավոր է ագրեսիվ վերաբերմունք ցույց տան, այո, հնարավոր է լինի խառնաշփոթ իրավիճակ։ Սիրելի հայրենակիցներ, նաեւ մեկ կարևոր օր ամսի 10-ին, քանի որ լիալուսինը ձուկ եւ կույս առանցքում է լինելու, այդ լիալուսնից պետք է զգուշանալ, քանի որ հնարավոր է տեղի ունենան
թունավորումներ, այո, լուսին Նեպտուն այդ միավորումը, այո, թունավորումներ, աղեստամոքսային տրակտի հետ կապված խանգարումներ, նաև ստահոդ լուրեր, այո, ամսի 18-ից կարող են լինել, պետք է զգույշ լինեք ինֆորմացիոն այդ թունավորումներից, ագրեսիվ խոսակցությունից, բարդ օրերից մեկն է սեպտեմբեր ամսվա, բայց ինչևէ պետք է կարողանանք հաղթահարել։ Իլյուզիաները, ֆանտազիաները կխանգարեն մեզ ռեալ դատել, ռեալ հասկանալ գործը եւ բավականին լուրջ եւ գաղտնի այդ իրավիճակներ կարող են բացահայտվել, այո, դավադրություններ էլ հնարավոր են բացահայտվել։ Եվ ամսի 12-ին լուսինը խոյի կենդանակերպում, օրը բավականին պրոդուկտիվ կլինի համախոհների հետ, քանի որ նահանջող Մերկուրի է, բանակցություններ վարելու, ապագա ծրագրերի մասին խոսելու, նաև ջրհոսը դա ապագայի վերակառուցման նշանն է, այո, խոյի կենդանակերպում լուսինը գտնվելով կարող եք ապագայի հետ կապված գործերը, որոնք նախկինում չէիք արել, ուղղակի արդեն սկսեք, այո, եւ նորացնեք, մեթոդներ նորացնեք, նոր մոտեցումներ ցուցաբերեք։ Օրվա կարևոր թեման դա է, բայց մենք ունենք լարումներ, լուսինը Պլուտոնի հետ, խոյ եւ այստեղ կենդանակերպում, խնդիրներ, լարվածություն, չզիջելու հակում, հնարավոր է նաեւ տեղ ունենան թեթև կրակոցներ, ինչպես գիտեք, լուսինը խոյում միշտ ադրբեջանական կողմը ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերում, նաև այստեղ ջուրը կարևոր դերակատարում ունի մեր սահմանների հետ կապված, այո, հնարավոր է խնդիրներ լինեն ու դիվերսիոն հարձակումներ, ուստի թող զգույշ լինեն մեր զինվորները, նաև լարված է խոյ, այստեղ ջուր, խեցգետի եւ կշեռքի կենդանակերպի վերջին աստիճանի ծնվածների համար։ Արդեն ամսի 14-ին առավոտյան ժամերին, այո, 13-ը մի քիչ լարվածություն կար, 14-ին առավոտյան ժամերին լուսինը ցուլի կենդանակերպում կարևոր կլինեն ֆինանսական հարցերը, մի կողմից բարդություններ, ապագա պլանների հետ կապված, ֆինանսի հետ կապված, հնարավոր է, եթե որոշակի պլաններ եք մշակում, ուղղակի ֆինանսական մասով չկարողանաք հարմարեցնել այդ իրավիճակի հետ, եւ այո, նեղություններ կարող են կրել կրկին, ջրհոս, առյուծ, ցուլ եւ կարիճ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները։ Հենց առավոտյան ժամերին 14-ին այդքան խորհուրդ չի տրվում բանկերից գումարներ վերցնել, պարտքով գումարներ վերցնել, բայց այսպիսի մի կարևոր իրավիճակ կարող է լինել, երբ որ դուք նախկինում դիմել եք ձեր աշխատավարձը բարձրացնելու, այո, ֆինանսական մասը բարելավելու ձեր գործատուներին, ղեկավարներին, հնարավոր է հենց այդ օրը ամսի 14-ին ձեզ զանգեն կամ գրեն կամ ասեն, որ այո, ձեզ կտրվի պարգևատրում եւ հնարավոր է նաեւ բարձրացնեն ձեր աշխատավարձը եւ առավելապես ամսի 14 եւ 15-ը բարենպաստ են հողի ազդեցության տակ ծնվածների համար, ցուլ, կույս, այծեղջուր կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածների համար։ Իհարկե չենք մոռանում, որ ցուլի ազդեցության տակ ծնվածները խնդիրներ ունեն ջրհոսի հետ, բայց ընդհանուր առմամբ դրական ֆոն է։ Եվ Վեներայի հետ կապված այդ գեղեցիկ տրիգոն կար ամսի 14-ին, որը հետո արդեն որին հետո միանում էր Արեգակը, այո, դրական հնարավորություններ, ձեր ռեսուրսները, ձեր ֆինանսական կողմը բարելավեք, ցույց տաք ձեզ ձեր լավագույն հատկությունները եւ երևի հաջողությունը ապահովված կլինի, բայց այն, ինչ որ արել եք նախկինում, իհարկե նոր գործեր սկսելու համար դրական բարենպաստ ժամանակահատված չի, սիրելի հայրենակիցներ, քանի որ գիտեք, Մերկուրին դեռ նահանջող է։ Բժշկի գնալու համար էլ այդքան հարմար չէ, որովհետեւ բարենպաստ չէ, որտեղ հնարավոր է արդյունքները ձեզ ուղղակի չգոհացնեն։ Սիրելի հայրենակիցներ, այս շաբաթ այսքանը, պարբերաբար արդեն ամեն շաբաթ կհեռարձակվեն մեր եթերները եւ կարծում եմ, որ կրկին բազմաբովանդակ եւ հետաքրքիր հաղորդումներ կմատուցեմ ձեզ։ Հաղորդումների շարքը դեռ կա, հերթով կներկայացնեմ ձեզ։ Եվ այսպիսով այսքանը, ցտեսություն ձեզ եւ մի մոռացեք բաժանորդագրվեք մեր ալիքին, նաեւ կիսվեք մեր հաղորդումները ձեր սոցիալական կայքերում, Facebook, Instagram, եթե հավանել եք։ Դե ինչ, ցտեսություն։